Ողջույն սիրելի հետևորդներ, սիրով շնորհավորում եմ բոլոր կանանց մարտի 8-ի առիթով։ Այսօրը մեզ հիշեցնում է այն ուժի և խիզախության մասին, որ կանայք ամեն օր ցույց են տալիս նպաստելով համայնքի, հասարակության ու աշխարհի զարգացմանը։ Դուք արժանի եք ամենաջերմ համակրանքին, աջակցությանը ու հարգանքին։ Օրվա բոլոր հաջողություններն ու գեղեցկությունը թող միշտ լինեն ձեր ուղեկիցը։ Ես Հարություն Մինասյանն եմ և ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք։ Միացյալ Նահանգներում սկսվում է ամառային ժամանակը, ժամերը 1 ժամ առաջ տանելով։ Ինչ հետևանքներ է այն թողնում և երբ են սկսել մարդիկ կիրառել այն։ Հոկուլեան վերականգնում է հին ծովագնացության ավանդույթները։ Հավայան առագաստանավը դարձել է ծովագնացության վերածննդի խորհրդանիշ, ոգեշնչելով բազմաթիվ ժողովուրդների վերականգնելու իրենց ավանդական մշակույթները։ Արյունոտ լուսինը ամբողջական լուսնի խավարում։ Մարտի 15-ի Միացյալ Նահանգներում դիտվելու է ամբողջական լուսնի խավարում աննախադեպ էֆեկտով։ Իմացեք ժամային գրաֆիկը, այլապես ևս 1 տարի պետք է սպասել այն դիտելու համար։ Ջին Հեքմենի և Բեցի Արակավայի մահվան հետաքննությունն ավարտվել է։ Հոլիվուդի լեգենդի մահը պարզվել է սրտի հիվանդության պատճառով էր, բայց պարզվել է նաև, որ կինը մահացել է հազվադեպ հանդիպող հիվանդությունից և մի քանի օր շուտ։ 14-ամյա դեռահասը սպանել է ոստիկանի։ Նյու Ջերսիում երեկոյան կրակոցներ էին, որոնք հանգեցրել են ապօրինի զենքի հետաքննող ոստիկանի մահվանը։ Մյուս իրավապահը վիրավոր է։ Հարավային Լոս Անջելեսում տեղի է ունեցել մահացու կողոպուտ։ 4 անձ փորձել են գողանալ ոսկե շղթան, իսկ զոհը մահացել է կրակոցներից։ Կոնգրեսում շարունակվող բանավեճը պետական ֆինանսավորման մասին հանրապետականները ներկայացրել են նոր ծախսերի օրինագիծ, որը մեծացնում է ռազմական ծախսերը, բայց կրճատում է ոչ պաշտպանական ոլորտի ֆինանսավորումը։ Թրամփի մաքսատուրքերը և պետական ծախսերի կրճատումները մեծացնում են մտահոգությունները, իսկ նրա քաղաքականությունը կարող է վնասել Միացյալ Նահանգների տնտեսությանը։ Այս և այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Այսօր գիշերը Միացյալ Նահանգների մեծ մասը կանցնի ամառային ժամանակի, ժամերը 1 ժամ առաջ տանելով, բայց այս փոփոխությունը կարող է ոչ միայն հոգնածություն առաջացնել, այլև վնասել առողջությանը։ Մթնշաղը առավոտյան և ավելի երկարատև լույսը երեկոյան խախտում են օրգանիզմի կենսաբանական ժամացույցը, բարդացնելով քունը շաբաթներով։ Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ մարտ ամսվա ժամանակի փոփոխությունից անմիջապես հետո կաթվածների թիվը ավելանում է։ Ամառային ժամանակը սկսվում է կիրակի 2:00 AM։ Այդ ժամանակ մարդիկ պետք է իրենց ժամացույցները 1 ժամով առաջ տանեն, ինչը նշանակում է 1 ժամ ավելի քիչ քուն։ Ժամերի հետադարձ փոփոխությունը տեղի կունենա նոյեմբերի 2-ին, երբ ամառային ժամանակն ավարտվի։ Հավայան կղզիները, Արիզոնայի մեծ մասը, ինչպես նաև Պուերտո Ռիկոն, Ամերիկյան Սամոան, Գուամը և Վիրջինյան կղզիները ամառային ժամանակի փոփոխություն չեն կատարում, մնալով ստանդարտ ժամանակի գրաֆիկում։ Ամեն տարի քննարկվում է ժամային փոփոխությունը վերացնելու հարցը։ 2024-ի դեկտեմբերին նախագահական ընտրություններից հետո Թրամփը խոստացել էր վերացնել ամառային ժամանակը։ Նույնիսկ Կոնգրեսում տարիներ շարունակ քննարկվում է Արևի պաշտպանության ակտը, որը կդարձներ ամառային ժամանակը մշտական։ Նահանգներում արդեն ավելի քան 50 տարի գործում է ժամը տարին 2 անգամ փոխելու ավանդույթը, ցերեկային լույսի առավելագույն օգտագործման նպատակով։ Ամառային ժամանակի գաղափարն առաջին անգամ ներդրվել է 1918 թվականին, առաջին համաշխարհային ժամանակ վառելիքի և էներգիայի խնայողության համար։ Սակայն մինչև այդ 2 տարի առաջ Գերմանիան էր նույն մեթոդը կիրառել, որին հետևեցին Ամերիկան և մյուսները։ Ժամերը առաջ տալով աշխատողները կարող էին ավելի երկար աշխատել ցերեկային լույսի ներքո, նվազեցնելով արհեստական լուսավորության կարիքը։ 1942-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կրկին կիրառվեց ամառային ժամանակը, բայց չեղարկվեց 1945-ին։ 1966-ից ժամի միատարրության ակտը վերականգնեց տարին 2 անգամ կատարվող փոփոխությունը, որը գործում է մինչև օրս։ Այսօր աշխարհում մոտ 70 երկիր, շուրջ 40%-ը կիրառում է ամառային ժամանակի համակարգը, ինչը նշանակում է, որ ամեն գարուն նրանք 1 ժամով առաջ են տանում իրենց ժամացույցները։ Հավայան կղզիներում մի ժամանակ արգելել էին հավայան լեզուն դպրոցներում։ Որոշ բնիկ հավայացիներ փորձել էին անգամ քայքայիչ նյութերով բացել իրենց մաշկի գույնը։ Շատերը կարծում են, որ պոլինեզիացիները պարզապես պատահաբար էին հայտնաբերել կղզիները գերանների վրա լողալով, սակայն կես դար առաջ մի առագաստանավ փոխել է պատմության ընթացքը, վերականգնելով հին ծովագնացության ավանդույթները և հպարտություն ներշնչելով հավայան մշակույթի նկատմամբ։ Այդ առագաստանավը Հոկուլեան, որը հավայերեն նշանակում է Արկտուրոս աստղ, դարձել է ոչ միայն հնագույն ծովագնացության վերածննդի խորհրդանիշ, այլև ոգեշնչել է Դիսնեյին հանրահայտ Մոանա մուլտֆիլմը ստեղծելիս։ Այսօր մարտի 8-ին Հոկուլեայի առաջին անձնակազմի անդամները կհավաքվեն Օհաու կղզու այն ափին, որտեղ 1975 թվականին առաջին անգամ ջուրն է իջեցվել լեգենդար նավը։ 20-րդ դարի կեսին հավայան մշակույթը հալածվում էր, և շատերը ամաչում էին իրենց ծագումից։
Սակայն 1960-70-ականներին սկսվեց հավայան մշակույթի վերածննդի շարժումը, որի առանցքում էլ հայտնվեց Հոկուլեան։ Այն բազմաթիվ նավարկություններ է իրականացրել աշխարհի տարբեր ծովերում, հասնելով Նոր Զելանդիա, Ճապոնիա, Հարավային Աֆրիկա, Նյու Յորք եւ այլ վայրեր։ Այն ոգեշնչել է Խաղաղ օվկիանոսի բազմաթիվ ժողովուրդների վերականգնել իրենց ավանդական ծովագնացության մշակույթը։ Սպասվում է ամբողջական լուսնի խավարում հինգշաբթի երեկոյան ուրբաթ առավոտյան։ Լուսին ընդունելու է կարմրավուն երանգ ողջ արևմտյան կիսագնդում։ Լուսինը դիտելու լավագույն պայմանները կունենան Հյուսիսային եւ Հարավային Ամերիկան, Աֆրիկայի եւ Եվրոպայի որոշ հատվածներում էլ հնարավոր կլինի մասնակիորեն նկատել խավարումը։ Լուսնի խավարում տեղի է ունենում, երբ լուսինը, երկիրը եւ արեգակը նույն գծի վրա են, որի արդյունքում երկրի ստվերը ծածկում է լուսինը մասամբ կամ ամբողջությամբ։ Այսպես կոչված արյունոտ լուսինը տեսանելի կլինի մոտ 1 ժամ։ Ուրբաթ օրը մարտի 15-ին Միացյալ Նահանգների արևելյան ժամային գոտում խավարման սկիզբը կլինի 2:26 AM եւ առավելագույն փուլը մոտավորապես 3-ին AM ու ավարտը 4-ին AM։ Կենտրոնական ժամանակով 1:26 AM-ից մինչև 3 AM։ Լեռնային ժամանակով ժամը 12:26 AM-ից մինչև 2 AM-ը, իսկ Խաղաղ օվկիանոսյան ժամանակով մարտի 14-ին ժամը 11:26 PM-ից մինչև մարտի 15-ը ժամը 1 AM-ը։ Հիշեցում, լուսնի խավարումը դիտելու համար սարքեր կամ հատուկ ակնոցներ պետք չեն, պարզապես պետք է պարզ երկինք։ Եթե այս մեկը բաց թողնեք, հաջորդ ամբողջական լուսնի խավարումը կլինի սեպտեմբերի 7-ին։ Այն հիմնականում տեսանելի կլինի Ասիայում, Աֆրիկայում, Ավստրալիայում եւ Եվրոպայում։ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկան հերթականը կտեսնեն 2026 թվականի մարտին։ Ավարտվել է հոլիվուդյան կինոյի լեգենդ Ջին Հեքմենի եւ նրա կնոջ մահվան հանգամանքների հետաքննությունը։ Հեքմենը կյանքի վերջին տարիներն անցկացրել է մեկուսացված կնոջ Բեցի Արակավայի հետ։ Պաշտոնյաները հայտարարել են, որ նա տառապում էր սրտի հիվանդությամբ եւ Ալցհեյմերով։ Պաշտոնական հետաքննությունը պարզել է, որ Հեքմենը մահացել է սրտի հիվանդությունից ընդամենը մի քանի օր անց, երբ նրա կինը մահացել էր հազվադեպ հանդիպող հանտավիրուսից։ Նրանց կարծիքով Հեքմենը հնարավոր է չի գիտակցել կնոջ մահվան մասին։ Երբ Հեքմենն ու Արակավան գտնվել են, նրանց մարմինները սկսել էին արդեն քայքայվել։ Սանտա Ֆեի շերիֆ Ադան Մենդոսան նշել է, որ Հեքմենը չի ունեցել ստամոքսում սննդի մնացորդներ, ինչը վկայում է, որ նա վերջին շրջանում չի սնվել։ Սակայն ըստ փորձագետների նա չի եղել ջրազրկված, ինչն էլ նշանակում է, որ նա դեռևս որոշ ժամանակ կարողացել է ջուր խմել։ Հետաքննությունը նաև ցույց է տվել, որ Հեքմենը չի փորձել որևէ մեկի հետ կապ հաստատել, երբ նրա կինը մահացել էր։ Ջին Հեքմենը հայտնի է եղել իր հակահերոսների, դաժան կերպարների եւ դրամատիկ դերերի շնորհիվ։ Չնայած կրկնակի օսկարակիր դերասանի հանրահայտ կարիերային, նա խուսափել է Հոլիվուդի փայլից եւ նախընտրել է ապրել հանգիստ կյանքով։ 1980-ականներին նա հանդիպել էր Արակավային Կալիֆոռնիայի մարզասրահում, որտեղ վերջինս աշխատում էր որպես դաշնակահարուհի։ Ավելի ուշ նրանք տեղափոխվել են Նյու Մեքսիկոյի Սանտա Ֆե, որտեղ էլ ապրել են մինչև կյանքի վերջը։ Ջին Հեքմենը կյանքից հեռացել է 95 տարեկանում, ապրելով իր վերջին տարիները բացարձակ մեկուսացման մեջ։ Նյու Ջերսիում 14-ամյա դեռահասը երեկոյան կրակել եւ սպանել է ոստիկանի, ինչպես նաեւ վիրավորել մեկ այլ իրավապահի, հայտնում են իշխանությունները։ Դեպքը մեծ խառնաշփոթ է առաջացրել, ականատեսները պատմում են, որ տեսել են, թե ինչպես էին ոստիկանները վազում Մարդաշատ փողոցով, նախքան լսվել են տասնյակից ավելի կրակոցների հերթականությունը։ Սպանված ոստիկանը 26-ամյա Ջոզեֆ Ասկոնան է, Նյույորքի ոստիկանության հետախուզական խմբի անդամ, որը դաշնային գործակալների հետ մասնակցում էր անօրինական զենքի առգրավման գործողությանը։ Վիրավորված մյուս ոստիկանը հոսպիտալացվել է, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ոստիկանությունը դեպքի վայրում ձերբակալել է 5 մարդու, այդ թվում 14-ամյա դեռահասին, որը մեղադրվում է սպանության փորձի եւ անօրինական զենք կրելու մեջ, հայտնել է Էսեքս շրջանի դատախազ Թեոդոր Ստիվենսը։ Ստիվենսը նաև նշել է, որ 14-ամյա կասկածյալն ինքն էլ վիրավոր է եւ գտնվում է հիվանդանոցում, կյանքին ոչ սպառնացող վնասվածքներով։ Քաղաքապետ Բարական հիասթափություն է հայտնել, որ հասարակությունը դեռևս չի կարողանում կանխել նման ողբերգական դեպքերը, երբ 14-ամյա երեխան զենք է պահում եւ կրակում ոստիկանների վրա։ Այսօր առավոտյան մի տղամարդ է մահացել, երբ 4 անձ փորձել են գողանալ նրա ոսկեշղթան հարավային Լոս Անջելեսում, հայտնում է ոստիկանությունը։ Կողոպուտը տեղի է ունեցել մոտավորապես 3:15-ին Ֆլորենս եւ Վեսթերն պողոտաների խաչմերուկում, Հարվարդ Պարք թաղամասում։ Ըստ Լոս Անջելեսի ոստիկանության խոսնակի 4 տղամարդ մոտեցել են զոհին, փորձելով գողանալ նրա շղթան, ասել է LAPD խոսնակը։ Զոհը դիմադրել է, ինչից հետո նրանցից մեկը հրազեն է օգտագործել մի քանի անգամ կրակելով։ Տղամարդուն տեղափոխել են մոտակա հիվանդանոց, որտեղ մահացել է։ Հանցագործները փախել են դեպքի վայրից անհայտ ուղղությամբ։ Առայժմ նրանց նկարագրությունները հայտնի չեն, սակայն ոստիկանությունը հաստատել է, որ միջադեպը գանգստերական հարձակում չի եղել։
Կոնգրեսում շարունակվում են սուր բանավեճերը պետական ֆինանսավորման շուրջ, քանի որ ներկայացուցիչների պալատի հանրապետականներն այսօր ներկայացրել են ծախսերի նոր օրինագիծ, որը նախատեսում է դաշնային գործակալությունների ֆինանսավորումը շարունակել մինչև սեպտեմբերի 30-ը։ Սակայն այս նախաձեռնությունը, որը մեծացնում է ռազմական ծախսերը, բայց կրճատում է ոչ պաշտպանական ոլորտի ֆինանսավորումը, լուրջ դիմադրության է հանդիպել դեմոկրատների կողմից։ Հանրապետականների նախաձեռնած 99 էջանոց օրինագիծը նախատեսում է 892.5 միլիարդ դոլար ռազմական ֆինանսավորում և 708 միլիարդ դոլար ոչ պաշտպանական ծախսեր, որը 13 միլիարդ դոլարով պակաս է նախորդ տարվա համեմատ։ Սա դեմոկրատների համար անընդունելի տարբերակ է, քանի որ նրանք պնդում են, որ պետք է պահպանվի հավասար մոտեցում ինչպես ռազմական, այնպես էլ սոցիալական ծրագրերի ֆինանսավորման հարցում։ Եթե Կոնգրեսը մինչև ուրբաթ կեսգիշեր չընդունի որևէ ֆինանսավորման նախագիծ, ապա դաշնային կառավարությունը մասնակիորեն կդադարեցնի իր գործունեությունը։ Նման իրավիճակներում առանց աշխատավարձի կմնան բազմաթիվ պետական ծառայողներ, ներառյալ սահմանապահները, ռազմական ծառայողները, օդանավակայանների անվտանգության աշխատակիցները և ավիադիսպետչերները։ Ներկայացուցիչների պալատում օրինագծի քվեարկությունը նախատեսված է երեքշաբթի, սակայն այն մեծ դժվարություններ կունենա Սենատում, որտեղ հանրապետականները կկարողանան հաղթահարել դեմոկրատների ֆիլիբաստերը միայն 7 դեմոկրատի աջակցության դեպքում։ Եթե օրինագիծը չհաստատվի, ապա Կոնգրեսը ստիպված կլինի հրատապ միջոցներ ձեռնարկել կառավարության մասնակի փակումը կանխելու համար։ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերի պետական կրճատումների և ծախսերի սառեցման հետևանքով աճում են մտահոգությունները, որ նա ավելի շատ վնասում է ԱՄՆ տնտեսությանը, քան աջակցում դրան։ Չնայած նրան, որ աշխատաշուկան մնում է առողջ 41% գործազրկության մակարդակով և փետրվարին ավելացած 151 հազար աշխատատեղերով, տնտեսագետները նկատում են որոշ մտահոգիչ ազդակներ։ Օրինակ, կեսդրույքով աշխատողների թիվը նախորդ ամսվա ընթացքում աճել է 460 հազարով։ Զվարճանքի և հյուրանոցային բիզնեսի ոլորտում կորցվել է 16 հազար աշխատատեղ, ինչը վկայում է սպառողների ծախսային ուժի նվազման մասին։ Բացի այդ, դաշնային կառավարությունը 10 հազար աշխատատեղով կրճատել է իր աշխատակազմը, ինչը կարող է ազդարարել ավելի խորը խնդիրներ։ Թրամփը սակայն պնդում է, որ տնտեսական անկայունությունը պարզապես անցումային փուլ է, որը ի վերջո կբերի արտադրության վերադառնալուն ԱՄՆ և ուժեղ տնտեսական աճին։ Անցնող շաբաթվա ընթացքում Թրամփը առևտրային պատերազմ սկսեց Կանադայի, Մեքսիկայի և Չինաստանի հետ, սակայն հետաձգել է որոշ մաքսատուրքեր ԱՄՆ ավտոարդյունաբերության աշխատատեղերի պահպանման և Մեքսիկայի կողմից ֆենտանիլի մաքսանենգության կրճատման քայլերի պատճառով։ Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 2-ից նոր մաքսատուրքեր են կիրառվելու արդեն Եվրոպայի նկատմամբ, ինչը կարող է սրել հարաբերություններն այն մայրցամաքի հետ, որի վերականգնմանը ԱՄՆ-ն օգնել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ Նա նաև նշել է, որ հնարավոր է Հարավային Կորեան, Հնդկաստանը և Բրազիլիան նույնպես ենթարկվեն նոր մաքսատուրքերի։ Այս ամենը ստեղծել է խառնաշփոթ, շուկայի անկայունություն, ֆոնդային շուկան անկում է ապրել և ներդրողներն անհանգստացած են անորոշությունից, գնաճ, մաքսատուրքերը կարող են բարձրացնել ներմուծվող ապրանքների գները, ինչը լրացուցիչ բեռ է սպառողների համար։ Պատասխան պատժամիջոցներ։ Կանադան, Մեքսիկան խոստացել են պատասխան մաքսատուրքեր, իսկ Չինաստանը սահմանափակել է ԱՄՆ-ից որոշ ապրանքների ներմուծումը։ Նահանգների առևտրային հարաբերությունների վատթարացում։ Թրամփի ագրեսիվ քաղաքականությունը կարող է վնասել նահանգների հարաբերությունները իր հիմնական առևտրային գործընկերների հետ։ Այս իրավիճակը դեռևս զարգացող գործընթաց է, և Թրամփի մաքսատուրքային քաղաքականության երկարաժամկետ հետևանքները, այդուամենայնիվ, մնում են անորոշ։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Ձեզ խաղաղ կիրակի ենք մաղթում։ Առողջ եղեք, կհանդիպենք երկուշաբթի։